Շնորհակալ եմ, սիրելի երևանցիներ, մենք ունեինք խոստացած մի քանի կարևոր թաղամասերում մանկապարտեզների կառուցման կամ մանկապարտեզային խնդրի լուծման հարցեր եւ տրված խոստումներ եւ ուզում եմ հստակ արձանագրել, թե ինչ են կարել ամեն մեկի մասով։ Առաջին հերթին նոր Խարբերդ թաղամասում մանկապարտեզի կառուցման ընթացքը մեկնարկը տրված է եւ մանկապարտեզը եսպայի դրությամբ կառուցվում է։ Արաբկիր վարչական շրջանում, որտեղ որ երեխաների խնամքը իրականացվում էր, հաստատի մեր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որը իրապես տարօրինակ էր եւ նորմալ երևույթ չէր, այդտեղ մենք արդեն իսկ տվել ենք լուծում, երեխաները բոլորը տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն Կորեայի ձորի հատվածում եւ արդեն իսկ մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարձում է։ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի 3 խմբանի մեր մանկապարտեզի պայմանները, որը գործում էր վթարային շենքում, 3-րդ վթարայնության աստիճանի շենքում, բնակելի շենքի առաջին հարկի տարբեր հատվածներում երեխաները տեղափոխվել են նոր մասնաշենք, որը կրկին Երևանի քաղաքապետարանը վարձակալում է եւ այդտեղ կարծում եմ նաեւ որոշակի լուծումներ պետք է դիտարկենք երկարաժամկետի տեսանկյունից 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են եւ իհարկե Արաբկիր վարչական շրջանի համար 24 մանկապարտեզը, որը կրկին վթարային էր, շինարարական աշխատանքները շատ ինտենսիվ փուլում են գտնվում եւ վերջինը Ավան վարչական շրջանից Արավ աղբյուրի նոր մանկապարտեզը, որի մեկնարկը, շինարարության մեկնարկը նույնպես տրված է, այսինքն մենք կարող ենք արձանագրել մի կարևոր փաստ այն ամենախնդրահարույց հատվածներում, բոլոր այն թաղամասերում, որտեղ որ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, կարելի ասել մենք լուծումները տվել ենք։ Այս պայդրությամբ ես գնահատում եմ, որ ունենք խնդիր Էրեբունի վարչական շրջանում, որտեղ որ մի քանի մանկապարտեզ միաժամանակ փակվել են եւ մեր ուշադրությունը պարոն Թևոսյան պետք է սևեռենք Էրեբունի վարչական շրջանի մանկապարտեզների հիմնանորոգման վրա, Տիկին Բաբայանն էստեղ է, Տիկին Բաբայանենց բլոկն էլ ամեն դեպքում պետք է իր ուշադրությունը սևեռի Էրեբունի վարչական շրջանի վրա, որովհետեւ ինտենսիվ աշխատանք անելով այս մանկապարտեզները, որոնք որ նոր նշեցի, մենք խնդիրը փաստացի կամ լուծել ենք, կամ լուծման ընթացքում ենք, ինչքան էլ որ դա բարդ չի եղել, օրինակ նոր Խարբերդի դեպքը շատ տենց երկար պատմություն էր եւ հետեւապես մեր հաջորդ խնդիրը պետք է լինի Էրեբունի վարչական շրջանում այն մի քանի փակված մանկապարտեզների խնդրի լուծումը։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Հանձնարարական 117